Այսօր Երևանում ջրահեղձ եղած երիտասարդները Իրանի քաղաքացիներ են 25 եւ 26 տարեկան։ Մոտ 1 ժամ առաջ ջրասուզակի օգնությամբ հայտնաբերվել եւ քանաքեռի հեկից դուրս է բերվել նրանց մարմինները։ Դեպքին ականատես է եղել նրանց ընկերը։ Նրա խոսքով ընկերներից մեկն ընկել է ջրամբարը, մյուսը փորձել է փրկել, սակայն ինքը եւս խեղդվել է։ Առավոտյան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը 6:30-ի սահմաններում քանաքեռ հեկի ջրամբարում 2 քաղաքացիներ ջրահեղձ են եղել։ Ապրիլի 4-ին տեղական ժամանակով ժամը 9:52-ին գրանցվել է երկրաշարժ Վան քաղաքից 40 կիլոմետր հյուսիս, օջախի 7 կիլոմետր խորությամբ 5.2 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։ Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Շիրակի եւ Արարատի մարզերում 2 բալ ուժգնությամբ։ Հաստատվել է խաղաղություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այսպիսով Հայաստանի համար բացվել է խաղաղ զարգացման դարաշրջան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով առաջիկա ընտրությունները կարևոր նշանակություն ունեն այդ գործընթացը շարունակելու տեսանկյունից։ Վարչապետի գնահատմամբ խաղաղության պահպանումը եւ կայուն զարգացումը պետք է դառնան առաջիկա քաղաքական շրջանի հիմնական առաջնահերթությունները։ Իսկ Ադրբեջանը գուցե չի շղթում Հայաստանի հետ խաղաղության հաստատումը, բայց միևնույն ժամանակ շարունակում է շեշտել. պետք է արագացնել Հայաստանի սահմանադրության համապատասխան կետերի փոփոխությունը, մասնավորապես անկախության հռչակագրի եւ Արցախյան շարժմանը վերաբերող կետերի հեռացումը, իսկ Ադրբեջանում չեն դադարում նաեւ Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Զանգեզուրը կոչել միջանցք ու շարունակել պնդել, թե գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան։ Կա նաեւ մի շատ կարևոր հանգամանք, որը Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է. Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո հայ-ադրբեջանական սահմանին մարտեր ու կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանը շուրջ 200 տոննայից բաղկացած հերթական օգնությունն է ուղարկել Իրան։ Սա ներառում է 190 տոննա սնունդ եւ սննդամթերք, 7 տոննա դեղորայք եւ 3 տոննա բժշկական պարագաներ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում Իլհամ Ալիևը ասել է. «Մեջբերում մեր բարեկամ եւ եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց եւ մենք կշարունակենք միմյանց կողքին լինել, թե ուրախ, թե դժվարին ժամանակներում»։ Մեջբերման ավարտ։ Արաբական Միացյալ Էմիրությունների Հաբշան գազային համալիրում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է Եգիպտոսի 1 քաղաքացի, եւս 4-ը ստացել են վնասվածքներ։ Պաշտոնական Աբու Դաբին հայտարարել է, որ երկրի խոշորագույն գազամշակման կայանում հրդեհներ են բռնկվել իրանական հրթիռների խոցված բեկորներ ինքնելուց հետո։ Միայն վերջին 1 օրվա ընթացքում Իրանն Էմիրությունների ուղղությամբ արձակել է ավելի քան 60 հրթիռ ու տասնյակ անօդաչու սարքեր։ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, պահանջելով անհապաղ դադարեցնել հարձակումներն ու վերականգնել ծովային ուղիների անվտանգությունը։ Թեև իշխանությունները պաշտպանությունը հաջողված են համարում, գազային հսկա համալիրը լուրջ վնասներ է կրել։ Իրանը մերժել է ԱՄՆ-ի 48-ժամյա հրադադարի վերաբերյալ առաջարկը, հայտնել է Ֆարս լրատվական գործակալությունը։ Առաջարկը ներկայացվել է ԱՄՆ զինված ուժերի լուրջ խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի ռազմական ներուժի սխալ գնահատման պատճառով։ Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ-ն սխալ պատկերացումներ է ունեցել Իրանի սպառազինության վերաբերյալ, իսկ այժմ հրադադար է խնդրում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դիմել է միջազգային հանրությանը պարզելու, թե ով է իրականում կողմնակի ձեռքխոսությանը՝ Իրանը, թե ԱՄՆ-ն։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հաստատել են ամերիկյան ծրագրային ապահովման ընկերության հարձակումը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ամերիկյան F-35 կործանիչներն ու MQ-9 անօդաչու սարքերը միացել են Իրանի տարածքում անհետացած ամերիկացի օդաչուների որոնողական աշխատանքներին։ Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտարարել են ամերիկյան F-15 կործանիչի խոցման եւ 2 օդաչուների անհետացման մասին։ Համացանցում հայտնվել են ինքնաթիռի ենթադրյալ բեկորների լուսանկարները։ Իրանի երկնքում գործում են նաեւ C-130 ինքնաթիռ եւ Black Hawk ուղղաթիռներ։ Տեղական զինված ցեղախմբերը հրազենային կրակով փորձում են խոչընդոտել ամերիկյան ուժերի վայրեջքը եւ գտնել անձնակազմին։ Իրանի ուժայինները բնակչությանը հրահանգել են օդաչուներին գտնելիս անմիջապես առգրավել նրանց տեղորոշման ռադիոկայանները։ Մասնագետները մտավախություն ունեն, որ նման միջադեպը կարող է դառնալ երկու երկրների միջև վերջին տասնամյակների առաջին ուղղակի ռազմական բախումը։
ԱՄՆ պետդեպարտամենտը անցյալ տարվա դեկտեմբերին Նյու Յորքում միավորված ազգերի կազմակերպությանը կից Իրանի ներկայացուցչության փոխդեսպան Սադատ Աղաջանիին հեռացրել է երկրից։ Վաշինգտոնն այս որոշումը պաշտոնապես հիմնավորել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներով եւ լրտեսության հնարավոր կասկածներով։ Դիվանագետի արտաքսումն իրականացվել է հատուկ ընթացակարգով, ինչը թույլ է տվել խուսափել անցանկալի անց հայտարարելու աղմկոտ գործընթացից։ Մինչև այս միջադեպը ամերիկյան կողմը երկրից հեռացրել է իրանցի եւս 2 ցածրաստիճան պաշտոնյայի։ Պատճառներից մեկն էլ Մանհեթենի կենտրոնից 25 մղոնից ավել հեռանալու սահմանափակումների պարբերական խախտումն է եղել։ Թեև պետդեպարտամենտը հաստատել է դիվանագիտական գրագրության փաստը, սակայն հրաժարվել է հստակեցնել մեղադրանքների բովանդակությունը։ Արդեն այս տարվա փետրվարին Միացյալ Նահանգները պարտադրել է երկիրը լքել նաև նախկին փոխդեսպանի զավակներին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հնարավորության մասին։ Վաշինգտոնը վրդոված է, որ եվրոպական երկրները հրաժարվել են ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Այս լարվածությունը 76-ամյա դաշինքը հասցրել է իր պատմության ամենաթույլ եւ խոցելի վիճակին։ Թեև օրենսդրական արգելքները բարդեցնում են ՆԱՏՕ-ից պաշտոնական ելքը, Սպիտակ տան կոշտ ռետորաբանությունը փաստացի զրկում է Եվրոպային ամերիկյան ռազմական երաշխիքներից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն լրջորեն քննարկում են առանց Միացյալ Նահանգների սեփական անվտանգություն ապահովելու անխուսափելի հեռանկարը։ Վաշինգտոնի զիջողական կեցվածքը Ռուսաստանի հանդեպ եւ մեծ յոթնյակի հանդիպմանը տեղի ունեցած վեճերն ավելի են խորացնում անդրատլանտյան անդառնալի պառակտումը։ Տասնամյակներ շարունակ գործող համաշխարհային կարգն այժմ փլուզվում է, թողնելով դաշինքի ապագան լիակատար անորոշության մեջ։ Ուկրաինայի Սումի քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է 16 հարկանի բնակելի շենքի, բռնկվել է հրդեհ, վիրավորվել է 7 մարդ, այդ թվում 1 երեխա։ Տարհանվել են շենքի բնակիչները, փրկարարներին կրակոմարել հաջողվել է միայն մի քանի ժամ անց։ Ի պատասխան ուկրաինական ավիահարվածների են ենթարկվել Ռոստովի մարզը, Տագանրոգ եւ Տոլյատի քաղաքները։ Ռոստովում 1 մարդ զոհվել է, 4-ը, այդ թվում 1 օտարերկրացի, վիրավորվել։ Տոլյատի քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է 1 աշխատակից։ Սամարայի մարզպետի խոսքով անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի տանիքի։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Չինաստանի Գիյանք քաղաքում, տեղացած կարկուտը կատվածահար է արել քաղաքը։ Կարկուտի հետ տեղացած անձրևը ողողել է ողջ քաղաքը, տեղացիները դրանց անվանել են սառցե գետեր, տեղում աշխատում են փրկարարական ջոկատները իրավիճակը արագորեն կայունացնելու համար։